Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթին հետևելու նպատակով Հայաստանում են Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեվիդ Պիտքոլը եւ Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։ Մարզաձևի անգլիացի ղեկավարին եւ մյուս հյուրերին մինչեւ մրցաշարի մեկնարկը հյուրընկալում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։ Մրցաշարը, որն անցկացվում է Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո, մեր երկրում համախմբել է 30 երկրի մոտ 500 մարզիկի։ Ուզում եմ առանձնահատուկ որպես ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ շնորհակալություն հայտնել ձեզանից նրա համար, որ ձեր ուշադրությունը ինչպես օլիմպիական մարզաձևերի զարգացման գործում ներդրում եւ աջակցությունը դերակատարություն ունի, այսօր էլ ձեր ուշադրությունն է ոչ օլիմպիական մարզաձևերի աջակցությունը։ Վառ ապացույցն է այսօրվա միջոցառումը, որ տեղի ունենում Երևանում։ Չէ՞ լինի այս գաղափարները, եթե համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանի եւ ոչ օլիմպիական մարզաձևերի միության բոլոր կոլեկտիվի անդամները այս մեկ տարուց ավել եւ ջանասիրության եւ աշխատասիրության ծրագրերը պատով չկատարեն եւ այսօր ձեր վառ քննադատականը, որը մեզ օգնում եւ աջակցում է կազմակերպել այսպիսի միջոցառում։ Ողջունելով հյուրերին Գագիկ Ծառուկյանն ընդգծում է. սպորտը Հայաստանում ամուր հիմքերի վրա է, ունենք նշանակալի ձեռքբերումներ, մեծ հաղթանակներ։ Ուշադրության առանցքում ոչ միայն օլիմպիական, այլև ոչ օլիմպիական մարզաձևերն են, որոնց զարգացման համար մեծ ներդրումներ են կատարվել։ Մեր գույրերն բարի գալուստ Հայաստան, շատ ուրախ ենք, շատ հաճելի է, հաճախակի պետք է լինի աշխարհի Եվրոպայի առաջնություններ, մենք կազմակերպելով, հիմնական հետևելով ոչ օլիմպիական մարզաձևերին, որտեղ այսօր մեր երեխաները երիտասարդությունը շատ է ցանկանում մարտական արվեստով զբաղվել, հատուկ ստեղծել ենք միությունը, որ կարողանանք ֆինանսավորելու հնարավորություն լինելու պարապելու են ոչ ապահովված ընտանիքներն էլ, որ կարողանան պարապել, դպրոցները վերանորոգենք, որը որ ավելի մեծ թափով ավելի լավ զարգանում, ավելի շատ մասնակիցներ կան, մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու այս ֆեդերացիաների ըստ իրենց կատարած գործի։ Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպելու աշխարհի Եվրոպա առաջնություններ պարգևատրել լավագույններին, ավելի մեծ հնարավորություն տալ, որ մեր երիտասարդությունը փողոցներից կտրվի Արապի։ Կարևոր համարելով միջազգային մրցաշարի անցկացումը Հայաստանում Գագիկ Ծառուկյանն ընդգծում է. նմանօրինակ միջոցառումները հարթակ են, որտեղ սպորտը դառնում է միավորող ուժ։ ՀԱՕԿ նախագահը վստահեցնում է, անելու են առավելագույնը, որ ամուր հիմքի վրա կառուցված գործակցությունը ել ավելի ամրապնդվի։ Սպորտը դա քաղաքականություն չի։ Սպորտը լիարժեք մարզվելու, պարապելու երեխաներ, որ ավելի ուժեղ, ավելի առողջ լինեն։ Դա համար բոլոր պայմանները պետք է ստեղծվի։ Հիմա ինձ ընտրելով Եվրազեսի մարզական ասոցիացիայի նախագահ, ես նույնն այնտեղ եմ ասել։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ բոլոր երկրի մարզիկները իրար հետ հնարավորություն ունենան մարզվելու, պարապելու, մրցումներին մասնակցեն։ Քաղաքականություն, սպորտը սպորտ։ Հին ժամանակներում էլ, երբ որ եղել է օլիմպիական խաղեր, պատերազմը կանգնել է, մրցաշարը անցակացել, նույնիսկ պատասխան այնպես որ դա է սկզբունքը, որ պետք է լինի մրցաշարը, պետք է հնարավորություն տրվի մարզիկներին մարզվելու, պարապելու, իրենց արդյունքը ցույց տալու համար։ Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահը շնորհակալություն է հայտնում բարձր մակարդակի հյուրընկալության համար, նշելով, որ Հայաստանի մարզական նվաճումներին քաջատեղյակ է տպավորված։ Դեվիդ Պիտքոլը առանձնահատուկ ընդգծում է Գագիկ Ծառուկյանի դերակատարումը որպես միջազգային մարզական ընտանիքի վստահելի գործընկեր, հարգանք ու հեղինակություն վայելող գործիչ։ Ես արդեն 5-րդ անգամ եմ Հայաստանում։ Տեսնում եմ, թե ինչ հսկայական աշխատանք եք կատարում սպորտի զարգացման համար ու թե ինչպիսի նվաճումներ ունեն հայ մարզիկները։ Մեծ աշխատանք է կատարում նաև Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան, որն ունի ձեր անվերապահ աջակցությունը։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ Հայաստանի ֆեդերացիան շատ ուժեղ դիրք ունի միջազգային ֆեդերացիայի համակարգում, իսկ ձեզ ընդունում ենք որպես իր խոսքին հավատարիմ, սպորտին անձնուրաց նվիրված մարդ։ Ավելացնեմ նաև, որ դուք ունեք լավ երիտասարդ մարզիկներ, որոնց մեծ ապագա է սպասվում։ Շնորհակալ ենք, որ օգնում եւ սատար եք կանգնում մարզաձևին։ Պետք է աջակցենք միմյանց, որպեսզի ունենանք ավելի մեծ նվաճումներ։ Շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք, ամեն ինչ կանենք բարձր մակարդակով, որ ավելի հաճախակի կազմակերպենք այսպիսի մրցաշարներ, որ մենք կարողանանք մեր մարզիկներին շփվելու համար, պարապելու համար, ոգևորելու համար, պարգևատրելու համար, միշտ պետք է գալացած երկրի տպավորությունները բարձր լինեն, հիշողությունները լավ, այնպես որ համագործակցության համար շնորհակալ ենք, ամեն ինչ կանենք, որ ամեն ինչ բարձր մակարդակով լինի։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի խոսքով մարզաձևը մեր երկրում զարգացման նոր փուլ է մտնում։ Մարզվում են հազարավոր երիտասարդներ հանրապետության ամբողջ տարածքով։ Միայն Երևանում գործում է 70-ից ավելի դպրոց։ Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն է տրվում անվճար մարզվել, օգնելով կտրվել փողոցից, իսկ ուժեղագույնները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային մրցաշարերի։ Պարոն Հովհաննես Տավուկյանը եւ Գարմիկ Հայրապետյանի հետ մենք իրական շատ մեծ գործ ենք տարել այս վերջի տարվա ընթացքում եւ մարզիկներին եւ մարզիչներին ողջորել ենք, որ իրանք ավելի լավ աշխատեն եւ երբ տեսնում են, որ իրանք կողքը կանգնած են այսպիսի մարդիկ, նաև կարծում եմ շատերը ավելի իրենց համար ստիմուլ է տրվում ու այսօր էլ այսպիսի մեծ միջոցառում կազմակերպում ենք Հայաստանի Հանրապետությունում, սա մեր համար շատ մեծ պատիվ է եւ նաև այս իրավիճակում, որ սա կողմերը պատերազմ է, մենք կարողացանք այսքան երկիր ու այսքան մարզիկներ Հայաստան բերենք, շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ կատարած գործի համար, կլինի ուշադրությունը վերաբերումքը Գարժան մոտոտ նշի, որ առաջի պարգևատրումը լավ աշխատանքի, արդյունավետ աշխատանքի համար, որ օրինակ ծառայի, որ մենք ամեն ինչ նկատում ենք եւ գնահատում ենք։ Տեսնելով ես որպես ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ ֆինանսավորում օլիմպիական ձևերը, բայց ոչ օլիմպիականը, որ չի ֆինանսավորում, ամեն ֆեդերացիայի նախագահ սպորտը սիրելով, ուզենալով, որ իր ձեռագիր թողի, անում են։ Դրա համար ես միավորելով ոչ օլիմպիական ձևերը եւ ֆինանսավորելով եւ ասենք կազմակերպ մրցումներ կանա, հիմա նայելով իրենց արդյունքներին ես ասեմ, որ ամեն տարի ինչքան ավելի շատ մրցումներ են մասնակցում, ինչքան շատ մասնակիցներ երեխաներ կան, այնքան իրենց բյուջեն ավելանալու է։ Անցյալ տարի մենք ունեցել ենք 8000 երեխա, որը պարապել են այս տարի հանձնարարությունը արդեն որ 20000 պետք է լինեն։ Այնպես որ ես Գարնիկյան շատ զգացված եմ, շնորհակալ եմ, որ լիարժեք դու ամեն ինչ կազմակերպում ես, իմացի որ կա ուշադրություն, կա վերաբերմունք, որ ավելի թափով կարողանաս մեր ազգի պատիվը բարձր պահել, մրցումներն էլ ոսկի մեդալներ շատ բերես, որ հիմնանչի մեր ազգը այսօր կարիք ունի հաղթանակների։ Հիմա քան այդ մեդալ ենք ունենալու ոսկի այս մրցումից։ Փորձել ենք շատ ունենալ։ Չէ, օրինակ քանիս։ Ես նախատեսել եմ որ 15 մոտ։ Միանշանակ։ ՀԱՕԿ նախագահը Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին պարգևատրում է Տրդատ 3-րդ արշակունի մեդալով։ Ուզում եմ համագործակցության համար ուշանվեր հանձնել եւ քարտուղարին, որ դա նույն հիշեն առաջին մեր համագործակցության սկիզբն է, որ արդյունավետ լինի եւ միասնական կարողանանք միշտ կազմակերպել մեր հետագա մրցաշարերը։ Ու պարապում այ կլինի։ Пожалуйста։ Միջազգային ֆեդերացիայի նախագահին Գագիկ Ծառուկյանը հրաժեշտ չի տալիս։ Պայմանավորվում են աշխարհի գավաթին հետևելու են միասին։